Ես շատ խիստ եմ իմ նկատմամբ ու որ եկել եմ, գիտեմ թե ինչ պետք է անեմ, հավատացեք, ու որ նայում եմ այնքան բան կա անելու ու այնպես որ կարելի է անել ու կարելի է անել, կտեսնեք որ կանենք։ Չենք սպառվել, ավիոնը կա, այդ եռանդը կա, հայրենիքը սիրում ենք, քաղաքը շատ, հայրենասիրությունը գալիս է փողոցից, ազգանունից, քաղաքից եւ ընդհանուր առմամբ։ Շատ անելու գործ ունենք։ Ու հավատացեք, կարող ենք անել, դիմացը շատ լուրջ բաներ է սպասվում, շատ լուրջ, ոչ միայն պետության վրա ենք հույս դնելու, կտեսնեք, որ կողքից իմ կապերով ինչքան ներդրումներ եմ բերելու Գյումրի քաղաք։ Ինչ որ քարոզարշավի ժամանակ ասել են, որ ես եմ անելու, այն եմ անելու, այն եմ անելու, դրանք շատ քիչ է։ Կտեսնեք ոնց կլինի։ Մնացածն էլ Աստծո կամոք, ես ասել եմ եւս մեկ անգամ, որ մարդկային խելքը, եթե մարդկային խելքով ես մտածում, ես ավելի հանգիստ մարդը պետք է ավելի հանգիստ ապրի այս հասակին։ Նու այդքան շատ հասակ էլ չունենք, 64 տարեկան եմ, 65-ի մեջ եմ մտել, բայց հոգեպես երիտասարդ եմ շատ։ Բայց հոգիս ինձ թելադրել է, որ ես գայս ստանձնեի այս պարտականությունը։ Ասեմ ձեզ, որ ասում էի, թե ավարտական ակտերը մարդկանց որ չեն տալիս, մոտավորապես 700 ավարտական ակտեր կա, որ մինչև հիմա չեն տվել, 700։ Հիմա ես խորացել եմ, հանել եմ այդ թվերը, հələ էլի եմ հանելու, էլի եմ խորացնելու, բայց մարդկանց վնաս չեմ տալու, հիշեք։ Կարող է այն շատ հարուստներին, օլիգարխներին, որոնք գումար չեն ուզում, գույքահարկը շատ չնչին գումարները, դրանք անպայման կավելացնեմ դրանց գույքահարկերը, միանշանակ, բայց իմ սկզբունքը սա է։ Մարդկանց տունը չքանդել, մարդկանց տները սարքել։ Թշնամի են ինձ դասում, չգիտեմ ինչ են դասում, ես թշնամի էլ չունեմ մեր դպրոցում, ունեմ թուրքը, իմ թշնամին թուրքն է եւ ադրբեջանցի։ Հայը եթե դարձի է գալիս, ինձ համար եղբայր է, եթե դարձի է գալիս, որովհետեւ եկեղեցին տալիս է ուրեմն ապաշխարության կանոնները, որը դրված է հայոց եկեղեցում, անսխալական անթերի մարդ չկա, ինձանից սկսած բոլորից վերջացրած։ Ես խնդրում եմ այդ աչքերով ինձ նայեք եւ կտեսնեք, որ ամեն ինչ լավ կլինի, բոլորիս նկատմամբ, բոլորի նկատմամբ ամեն ինչ լավ լինի։ Ինձանից, եթե կախված որևիցե մի հարց կլինի, ես պատրաստ եմ աջակցելու, լսելու, ուրեմն սատարելու, նամանավանդ եթե քաղաքին է առնչվում, երկրին է առնչվում եւ ճշմարտության։ Մարդիկան իրենց դիմումի համաձայն գնացել են, ովքեր եկել են։ Մի հատ դուք կնայեք աշխատակազմը ձեզ կտեղեկացնի։ Այո, աշխատակազմի ղեկավարը մեր տեխնացուներից մեկն էր, Կարենը, հիշում եք իրեն, ինք ուղղակի 5%-ը չհավաքեց, ես իրան հրավիրել եմ աշխատակազմի ղեկավար, բանիմաց տղա է, խելացի անձնավորություն է, հարկալից պահում է իրան, շնորհքով մենք հրավիրել ենք իրեն աշխատակազմի ղեկավարի ամենակարևոր պաշտոններից մեկը տվել ենք իրեն։ Ովքեր համայնքային ծառայողներ են, ովքեր մրցույթներով ընտրվել են ու իրենց աշխատանքը սրբորեն կատարում են, հանցագործություն կլինի, որ հանկարծ մենք որևիցե մեկի նկատմամբ ինչ որ մի քայլ անենք, մենք մեզ թույլ չենք տա։ Հասկանալի է, իսկ ովքեր որ իրենց դիմովով համաձայն գնացել են, դեռ մի խնդիր չունենք, պետք է անպայման նշանակենք, որ աշխատանք տանենք։ Մի քաղաքացիական պայմանագիրը ինքը ինչի դիմաստակցի, որ տեսնի քաղաքում ինչ է կատարվում, ընդհանրապես ես ասել եմ, ծառին քամին ինչի համար է պետք, որպեսզի ուժեղացնի իր արմատները, այսինքն ինչքան ընդդիմություն ունենաս, դա առողջ ընդդիմության մասին է խոսքը, դա ավելի քաղաքը կշահի դրանով։ Աշխարհում նմանատիպ ձև են ընտրել, ուրիշ տարբերակ չկա առողջացման, զարգացման։ Միանշանակ կողմնակից են, առողջ ընդդիմությանը կողմնակից են։